Այս տարածքում 2 օր առաջ կարծես ոչ թե աղբահանություն, այլ աղբաթափություն է եղել։ Մենք կարող ենք խորագրով համահայկական շաբաթօրյակի մասնակիցները իրենց աշխատանքի արդյունքներով մի քանի վայրկյան էին ուրախացել։ Հավաքված աղբով լի պարկերը դեռ չհեռացրած նրանց աչքի առաջ բեռնատար ավտոմեքենան տեխնիկական թափոններ է դատարկել։ Վերջում այս անակնկալին եկանք, շատ ցավալի էր։ ԵՊՀ ժուրնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները, որոնք նաև PR ասոցիացիայի անդամներ են, տարածքը մաքրում էին 4 ժամ։ Հավաքել էին 80 պարկ աղբ։ Էլի կհավաքեին, եթե տոպրակները չսպառվեին։ Ուսանողների 4 ժամյա աշխատանքը 1 վայրկյանում ջուրը գցած բանվորներին ակցիան տարօրինակ էր թվացել։ Պատասխանը եղել է այսպեսին, որ սա միշտ մեզ համար աղբանոց եղել, մենք միշտ այստեղ թափում ենք։ Ես կարծում եմ, որ նման մարդիկ ուղղակի դավաճան է։ Ապագա լրագրողներին Աստղիկ Ավետիսյանը սովորեցնում է պահպանել Հայաստանի մշակութային ժառանգությունը։ Ուսանողները կիսում են դասախոսի կարծիքը։ Ազգային հպարտությունը աղբանոցի վերացնողները պետք է գոնե հանրության կշտամբանքին արժանանան։ Այդ ընկերությունը պետք է դատապարտվի ուղղակի հասարակության կողմից, որովհետև եթե մեկին չցավեցնես, մյուսները էլի նույն կերպ պետք է անեն։ Ապագա լրագրողները լուսանկարել են թափոնները, մի քանի ընկերության պիտակներ ու տեղադրել դրանք համացանցում։ Արսեն Դումանյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։